համար, որպեսզի կարճ լինեմ, քանի որ շատ հետաքրքիր սիրուն ուսուցանող, այսպես մտքերով կիսվեցին, նաև ոնց որ նշեցիք, այսօր բավականին շատ մտքեր ենք տանելու մեզ հետ, նաև կիրառելի։ Ես փորձեմ 3 կարևոր մասով խոսքս 3 մասի բաժանեմ ու այդպես ներկայանամ։ Ոլորտային մասով իմ հիմնական ոլորտը կրթություն, բիզնես կրթություն, Հայաստանի համայնքների զարգացում, երիտասարդության ու կրթության միջոցով, իրականում վերջին արդեն 10 տարին հիմնական ջանքս, եռանդս, ամբողջ էներգիաս դրել եմ կրթության ոլորտի վրա, որովհետև վստահ եմ, որ մեր բոլոր խնդիրները այստեղ են ու նաև խնդրի լուծումներն են այստեղ, այսինքն որքան շատ ունենանք կրթված հասարակություն, կրթված մարդիկ, այնքան ավելի հաջողելու հավանականությունը կմեծանա։ Մի քանի համալսարաններում եմ դասավանդում, տնտեսագիտական, Գեղարվեստի ակադեմիա, Թերլեմեզյանում, այս տարի նաև ամերիկյանում շատ փոքր կուրս ունեմ։ Սա կրթության ոլորտի մասով, մյուսը բիզնես դպրոցն է, որի ճանապարհը սկսել ենք 16 թվականին եւ պարոն Սեմերջյանը այն ոնց որ անհատներից է, որ առաջինն է կանգնած եղել գաղափարի իրականացման փուլում ու եղել է մեր առաջին դասախոսը 2016 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության օրը մեկնարկել ենք։ Նպատակը որն է, որ Հայաստանում գործարար միջավայրը զարգանա ու կրթության միջոցով, հա, բայց այստեղ ամենակարևոր բաներից մեկը, որ մեր երիտասարդները գիտելիքը փորձառությունը ստանան հայ գործարարներից, քանի որ մենք անընդհատ բերում ենք դրսի ընկերությունների օրինակ եւ այլն, մեր նպատակն է, որ ցույց տանք, որ հայը եւս ստեղծարար է, հայ գործարարը եւս ունի գիտելիք, անցած ճանապարհ փորձ, որը որ կարող է կիսվի ու ամենակարևորը այն սխալ կարծրատիպը փոխենք, որ Հայաստանում գործարարները բոլորը միայն շահույթի հետևից գնացող, արժեհամակարգ չկրող մարդիկ են, մենք փորձում ենք հակառակը սերմանել, շուտով կդրանա 10 տարին ու այստեղ մի հատ կարևոր բան եմ ուզում ասել, որ երբ որ դպրոցի գործունեությունը նոր էինք սկսում, մեր ամբողջ դասախոսական կազմը մոտ 40 հոգի էին դեռ, հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ էին, որովհետև իգական սեռի ներկայացուցիչներ դժվար էր գտնել։ Հիմա գործընկերների թիվը 300 ավելին է եւ իրենց 45%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են ու այդ նաև ոնց որ վիճակագրությունն է փոխվում, ինչպես բոլոր ոլորտներում, եւ երրորդը դա ուսանողի տուն ծրագիրն է, որի նպատակը Հայաստանի, նաև Ջավախ, Արցախ համայնքներից Երևան ուսումնառության նպատակով եկած երեխաները, երիտասարդներ այնտեղ բնակվում են, զինում ենք իրենց գիտելիքներով, հմտությունով, որ հետ վերադառնան համայնքներ ու սկսեն համայնքները զարգանալ, ոնց որ մենք ասում ենք, մարզերում լիքը սեր կա, տաղանդավոր երիտասարդներ կան, ամենը Երևանում է կենտրոնացված, պետք է նաև համայնքները զարգացնել։ Նաև փոքրիկ այսպեսի բան գործարար ալիքում հաղորդումների շարք ունեմ, հայոց աշխարհի գործարարներ, նպատակը էլի հայ ստեղծարար մարդու մասին լուսաբանելն է, որպեսզի իրենք օրինակ լինեն գալիք ու երիտասարդ սերունդների համար, ամբողջը կրթության մասով է։ Մի փոքր եթե անդրադառնամ իգական մարտահրավերներին, իգական սեռի ներկայացուցիչների ու արական սեռի ներկայացուցիչների մասով, ես երևի կհակասեմ այն մտքին, որ Հայաստանում կանայք կամ իգական սեռի ներկայացուցիչները քիչ իրավունքներ ունեն կամ չգիտեմ, ավելի այսպես մարտահրավերների առաջ են կանգնում, ինքս միշտ ասում եմ, 10 տարի այս ոլորտում եմ ու երբեք ես չեմ զգացել ինձ վրա, որ իմ ստերով պայմանավորված ինչ-որ դռներ են փակվել, ինչ-որ հնարավորություններ չի եղել, դեռ ավելին շատ հնարավորություններ ա եղել ու նաև մի քիչ չեմ կիսում այն կարծիքը, որ պետք է կանանց իրավունքները պաշտպանել, տղամարդկանց հրթողնել, պետք է ընդհանրապես մարդու բանով նայել, մարդու համատեքստում նայել, ու միշտ նշում եմ, Հայաստանում մենք այնքան քիչ ենք, որ տղա ու կին արական ու իգական սեռ առանձնացնել ու դրանով պայմանավորված որոշել, ով պետք է գործանի, ով պետք է ստեղծարարությամբ զբաղվի, մի քիչ շռայլություն է մեզ համար, ովքեր որ ունեն հնարավորություն պոտենցիալ պետք է ստեղծեն, պետք է արարեն, անկախ սեռով պայմանավորված ու նաև այստեղ դուք շատ լավ նշեցիք մեր թագուհիների պատմությունը, երբ որ մենք գնում ենք դեպի պատմական ակնարկ, հայ կինը միշտ կարևոր դեր է ունեցել, մեր թագուհիների պատմությունն ենք եթե նայում, հա, այսինքն մենք միշտ առանձնացել ենք այդ ստեղծարարությամբ, առաջ տանելով, փոփոխություններ բերելով, որոշումներ կայացնելով, պարզապես մի ժամանակահատվածում լինելով մուսուլմանական տիրապետության տակ չասեմ, հա, ժամանակաշրջանում, միգուցե այնտեղից ինչ-որ բաներ ենք
վերցրել, որ կինը պետք է լինի օրինակ տանը, միայն տնային տնտեսուհի, տան գործերով ու այս համատեքստում մենք միշտ մտածել ենք, որ հայ կինը, եթե գործարարության մեջ հաջողում է, պետք է կենցաղում անպայման ինչ-որ բան հերանա կամ հակառակ, ուզում Լուիզայի ասացին նաև հավելեմ, որ այդ կարևոր է, որ չունենանք այդ 100% լինելու բանը, ոչինչ, եթե միտեղ մի բաներ քիչ է լինում, փորձենք դա ընդունել ու ամենակարևոր բաներից մեկը որ գործ ու ընտանիք բալանսը չխախտվի, որովհետև ցավոք սրտի մի քիչ նաև սրա մասին ասեմ, շատ դեմ եմ նաև այդ գենդերային հավասարություն բան, այս տերմիններին, այդ շատ արհեստական բաներ է էլի մտցնում։ Բնությունը կանանց եւ տղամարդկանց դերերը շատ հստակ բաշխել է։ Ու այստեղ կարծում եմ արհեստական ինչ-որ միջամտության կարիք պետք է որ չլինի, ու աստված դա որ չլինի, պետքա ստեղծարարությամբ զբաղվեն բոլորը, ով ունի պոտենցիալ, ով ունի հնարավորություն, ով ունի միջավայրը փոխելու կարողություն։ Եվ երրորդ կարևոր բանը, որ իրականում շատ ուզում եմ փոխանցել, քանի որ էլի ծրագրերից էին խոսում, հիմնական նպատակը, գործունեությունը, որը որոշված է, ցանկացած բան, որ անում ենք, ինքը պետք է միտված լինի Հայաստան աշխարհի զարգացմանն ու հզորացմանը։ Դա չքննարկվող թեմա է ու այստեղ միասնական լինելը, իրար հետ համագործակցելը, փոխօգնության ձեռք մեկնելը էլի առանց սեռի պայմանավորված, այդ բոլորիս համար շատ կարևոր է, որովհետև այնքան քիչ ենք, որ պետք է տղամարդկանց մոտ մի բանն է լավ ստացվում, կանանց մոտ մի բանն է լավ ստացվում եւ իրար հետ այդ սիներգետիկ կապը ապահովելով պետք է իսկապես ուժեղանանք, զորանանք, դա պետքա լինի մեր առաջնահերթությունը։ Ենթե ամփոփեմ, նաև ուզում եմ կարևոր բան ասեմ, պարոն Սեմերջյան, որ հենց ապրիլի 7-ն եք ընտրել օր, ոչ թե մարտի 8-ը, էլի հայկական, էլի մեր Անահիտ Աստվածուհու խորհրդով, այսինքն շատ կարևոր է նաև, որ ամեն ինչի հիմքում այդ հայկականությունը պահվի, իսկ բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր ազգի ազգապահպանության հիմքում շատ կարևոր է այո կնոջ դերը, այս դեպքում հայ կնոջ։ Շատ լավ։ Շնորհակալություն։